Այսուհետ նոր հասցեում ու մշտական վայրում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արհեստակցական կազմակերպության գրադարանը վերաբացվեց ու կգործի Քաջարանի Աբովյան փողոցում։ Ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին եւ արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանն են կտրում խորհրդանշական կարմիր ժապավենը։ 66 տարվա պատմություն ունեցող գրադարանի վերաբացմանը ներկա են ձեռնարկության ղեկավարությունը, հին ու նոր աշխատակիցներն ու հավատարիմ ընթերցողները։ Я знаю, она самая старинная в истории ЗММК. Ես գիտեմ, որ այս գրադարանը ամենահինն է կոմբինատի պատմության մեջ։ Ինչպես նշեց արհեստակցական կազմակերպության նախագահը, իրականում այն առաջինն է, որ սկսել է գործել եւ վերջապես իր պատերն ունի, ինչի արդիվ բոլորիս շնորհավորում եմ։ Ուզում եմ մաղթել, որ այս ամենի վրա կանգ չառնեք, որովհետև ժամանակակից գրադարանները նաև ինտերակտիվ են, հետևաբար այստեղ պետք է լինեն գadgetներ, որոնցում ներբեռնված կլինեն ամբողջ աշխարհի գրողների դասական ու ժամանակակից ստեղծագործությունները։ Մենք այս հարցում պատրաստ ենք օգնել։ Արհեստակցական կազմակերպության հետ համատեղ կցանկանայի ստեղծեինք նաև կոմբինատի պատմության թանգարան։ Եկեք միասին գտնենք շենք, որտեղ կլինեն այն մարդիկ ու պատմությունները, որոնք մեր ձեռնարկությանը փառք են բերել։ Նրանց պետք է հիշել։ Եթե մենք անցյալը չհիշենք, ապա չենք ունենա ապագա։ Գրադարանը հիմնադրման օրվանից ի վեր գործել, բայց չի ունեցել մշտական հասցե, հարուստ էր մասնագիտական, տեխնիկական ու գեղարվեստական գրականությամբ, որոնցից շատերն էին օգտվում։ Անձամբ ես ուսանող տարիներին շատ եմ օգտվել այդ գրադարանից, հենց մասնագիտական, ես իրավաբանական էի սովորում, իրավաբանական ուղղվածության գրքեր 17 թվականին մեծ վերանորոգում գնաց Մշակույթի պալատի, իսկ մեր գրադարանը այնտեղ էր, մեր գրադարանը դուրս եկավ, տեղավորվեցին ուրիշ տարածքում ժամանակավոր, մենք մի քիչ տարածքային խնդիրներով մի մոտ 8 տարի թափառել ենք, այդ թափառելու ընթացքում ցավոք սրտի գրքային ֆոնդի մի մասի կորուստ ունեցանք։ Կոմբինատի արհեստակցական կազմակերպության նախագահ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ խնդիրը լուծում ստացավ եւ այսուհետ այն կշարունակի գործել մշտական հասցեում, հիմնանորոգված պայմաններում, համալրված եւս 3000 կտոր նոր գրականությամբ։ 25 թվականին ձեռք ենք բերել այս տարածքը կոմբինատի աջակցությամբ, կոմբինատի կողմից կատարվել է վերանորոգումը, այս գույքը նրանց աջակցությամբ ձեռք ենք բերել, դե գրքերն էլ մենք ենք ձեռք բերել եւ մի շարք տեխնիկական բաներ։ Այն ժամանակ տարբեր էր գրականությունը, ես երրորդ աշխատողն եմ եղել այդ գրադարանի, երկար տարիներ 48 տարի աշխատել եմ այդ գրադարանում։ Դրանից համալրում եղել է Հանքավանի գրադարանից, Քաջարանի գրադարան, Կուլտուրայի պալատի գրադարանից, բոլորվել եմ այն ժամանակ, որ փակվել է, բոլորվել է մեր գրադարանը։ Դե մենք դրանից հետո սկսել ենք արդեն աշխատելը, նոր գրքեր ենք ստացել, ընթերցողների մեծամասնությունը կապված է գեղարվեստական գրականության հետ, ու հետո մենք առանձին տեխնիկական գրադարան ունեինք։ Մոտավորապես ունենք 400-ի մոտ ընթերցող, այս պահին ակտիվ ընթերցողների քանակը 200-ի մոտ է, կապը պահում ենք դպրոցների հետ, համագործակցում ենք դպրոցների հետ, մանկապարտեզների հետ, այստեղ միջոցառումներ են լինում, քննարկումներ, հանդիպումներ։ Գրադարանի ակտիվ ընթերցողներից է Եվան, դետեկտիվ է նախընտրում, ամառային արձակուրդին էլ որոշել է ընթերցել նորաբաց գրադարանի գրքերից։ Լավ հնարավորություն է ամառային արձակուրդներին կարդալու, որովհետև երբ գիրքը կարդում ես, դու մոտավոր մտնում ես հենց գրքի ստեղծագործության մտքի մեջ, հեղինակի մտորումների մեջ։ Գրադարանի բացմանը ներկա էր նաև գրող ու պատմաբան Սոս Դավթյանը, ով վերջին տարիներին փաստահավաք գործունեություն է ծավալում Քաջարանի ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմությունը հավերժացրել է հեղինակային գրքերում։ Իդեպ վերջերս լույս է տեսել նաև Մեղրու տարածաշրջանին նվիրված աշխատությունը, այս եւ մյուս ստեղծագործությունները հեղինակը մեծ սիրով նվիրեց նորաբաց գրադարանին ու Լեռնագործների քաղաքի համայնքային գրադարաններին։ Երևի առաջին կազմակերպությունն է, որ ես պաշտոնապես նվիրում եմ ձեզ, դերահարթակներում եւ Ռոման Նիկոլաևիչ, ես ձեզ համար բերել եմ առաջին գիրքը Սոնեչնե Մեղրին, եւ ուզում եմ նվիրել ձեզ։ Դուք շատ մեծ վաստակ ունեք դրա կյանքի կոչման մեջ։ Спасибо. Это наша история. Սա արդեն մեր պատմությունն է, եւ այս գիրքը իր տեղը կզբաղեցնի ոչ միայն գրադարանում, այլև հետագայում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թանգարանում։ Спасибо. Հերմինե Միքայելյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։